Գործարակելոց 4 Որտեղից գալիս է համարձակություն Որտեղ են գուքա համարձակություն Եվ շատերու համար ասիկա զարմանք պիտի լինի, բայց իրականության մեջ բադասխանը երբ լսես եւ լսես դերը ինչ քախնիկ եւ ինչ քեհեցիկ բան բահած է ինձի եւ քեզի համար եւ լսել եմ յանչի բաբեր, բայց պիտի գադարես որովհետեւ համդեսես ասիկա փորձառություն ունենաս ասոր Հետևաբար համարձակությունը չի կար քու նգարակիր հետ Կովին տածիրս է նգարակիր չէ Նգարակիր չէ Շատեր կան գսեն իմ personality-ս իմ նգարակիրս այդպես չէ ես համարձակ չեմ Ես սեղանի վրա գնստիմ իմ ծառայությունս ադի է Եվ մենք մեզի մեր գոչումեն ինչ կնենք գնա գիչեցնենք կամ գնվաստացնենք կամ առաստա գտնենք մեր գոչումին վրա Համարձակությունը նգարակիր չէ Համարձակությունը ուրիշ տեղ են գուք այվ ադիգա է որ Սուրբ Հոգին գուզե քեզի իսել Ինչն է որ բարձ բնական հավատացյալը նույնիսկ հավանաբար նորեկ հավատացյալը Փերանը փանա եւ Հիսուսի մասին խոսի նույնիսկ որ քինգա վճարելիք Եվ Փերանը կփանա եւ գխոսի Ուրդեղեն էր Դավիթին զորությունը որ ատքան ժողովուրդ մեջը լալով սավու որ օձյալներ օձվածներ թակավորը լալու վախցան բոլորը բայց Դավիթը որ բադանի էր ոչ ալ բادرազմիկ էր գնաց եւ թակվական կողյաթին արջև գեցավ եւ բոլորս կողյաթներ ունենք այն մեկը իր կողյաթը ունի Ամ մեգուն կողյաթը իր հիվանդությունն է մյուսին կողյաթը իր բարդկերն է եւ իր մտահոգություններն է մյուսին կողյաթը իր զավակներն է այն մեկը իր կողյաթներ ունի Դապար ինչպես ադոր թեմի դելես Տուն համարձակություն պետք ունիս որովհետեւ Աստծո խոսքը ունես Եվ այդ համարձակությունը քեզ մեջ չի ծնիր Համարձակությունը վերեն գուկա So Գործարակելոց 4-ի մեջ բադասխանը գառնենք որ Գործարակելոց 4-ի մեկա կոնտեքստը դամ նախքան այդ մեկը բադահի թեփքը Պետրոս եւ Հովանես քերեցիկ տրան արչեվեն գանցած ադենին գտեսեն մեկ հատ անդամալույց իձնե անդամալույց Պոլորնակիդեին գջանչնային ասմարտուն եւ ադիգա տրամ գմուրար եւ երբ գանցնեին սավինզինա է Պետրոսը ադինայեց գարձելով որ իրեն տրամ բիդի դա սա ոսկի եւ արծաթ չունին բայց ինչ որ ունիմ գուդամ քեզ համարցակ ինչ որ ունիմ գուդամ քեզ ոտքի էլ Հիսուս Քրիստոս Նազովրեցի անունով ոտքի ելավ գսեց երկեն բռնեց վերանեց զորություն եկավ ոտքերուն եւ մարդը ոտքի ելավ ցածկելու սկսավ բժշկվեց եւ ամեն մարդ տեսավ եւ մեծ ամփոխ հավաքվեցավ եւ աս ամփոխը հավաքվելուն Պետրոս ոտքի ելավ եւ իրենց քարոզելու սկսավ եւ ադե որ գտեսենք Գործարակելոց 4 Մեգեն գարտա գսեն նրանք դագավին խոսում էին ժողովրդի հետ եւ նրանց վրա հասան քահանաները դաջարի բահագաբեդերը եւ սատուգեցիները սաստիկ զայրացած որ սրանք Հիսուսի օրինակով ժողովրդին ուսուցանում էին քարոզում էին մերելներից հարության մասին եւ նրանց սերփագալեցին ու փանդարգեցին միջև հաջորդ օրը որովհետեւ արդեն երեկո էր Սոլավ նայեցեք կարևոր փանալի բառեր դագավին խոսում էին երբ եկան Եվ թշնամին պիտի փորձե քեզի քալ եւ ծերփակալել եւ որ կովին տածիրս է եւ որ մեկա դասը գերեւի լավ չի լսեցիր եւ որ օքեյ եւ որ խոսի լավ նայեցեք մարդ բժշկեցին չեկան չծերփակալեցին ժողովուրդ հավաքվեցավ իրեն 4 կողմը չծերփակալեցին եւ ծերփակալեցին որովհետեւ հոն է որ թշնամին Խենթանալու գսկսի, որովհետև գրնաս բժշկել մեգումը եւ դագավին ադի դժոխ կերտա։ Դագավին թշնամին ցերկերուն դակ մնա։ Ավետարանն է որ իրեն պիտի ազատագրե։ Քարոզչությունն է որ իրեն պիտի ազատագրե։ Պետք է գիտնա ճշմարտությունը։ Սո իրենց փերանները բացին Հիսուսի մասին խոսելով եւ հատկապես իր հարության մասին, որով գվգային այդ մեկը, որ Հիսուս հարություն է արած, եւ իրենց վրա եկան քահանաները, բահագաբեդերը եւ սատուգեցիները եւ հատկապես սատուգեցիները, որոնք չէին հավատար հարության հարցակեցան, սերփակալեցին եւ իրենց քաշեցին։ Քեզի կարևոր բան ասեմ, Թշնամին չի արցագիր քնացած եկեղեցիի վրա։ Թշնամին չի արցագիր քնացած հավատացյալի վրա։ Խնդիր չունի եւ լուր ես։ Հանկիսնենք։ Իր պլանները կգազմագերբե,
պլաները արջև գդանի, և խոսելու սկսի մեկը, հոնգը դեսնես թևերը ոտքի գելեն։ Մեկ հատ փորձ է, ասանք եմ, բարի կորձերը մեկումը, բիդ ուրախանա։ Վրան Հիսուս ադեցուր, թևերը մեջտեղ գելեն։ Որով բարի կորձերն ա չէ, որ մենք չենք կանչված մի ամփարի կորձեր ընելու և Հիսուսի մասին չխոսելու։ Նախնդրելի է հագարակը լա, Հիսուսի մասին խոսիս և բարի կորձերը լան։ Որովհետև շատ անգամ հավատացյալները գգած են ինք կանչված է բարի կորձեր ընելու, ասոր անոր օրհնելու, ասոր անոր հոգալու, բայց որ մի Հիսուսի մասին չխոսեցավ դեռ իրենց։ Ադի թուր կփանակեզի, որ խոսիս մեկումը կյանքի վրա, Հիսուսի մասին։ Ադի սկիզբն ու վերջը չէ ծառայությանը։ Ծառայություն կսկսի եւ որ մեկումը բարձրացնես ավետարանը դաս իրեն աշակերտես հետո իրեն արձակես ծառայություն հոնգը սկսի հոնգը վերջանա որովհետեւ ֆոտոկոպի լա եւ բազմաբատկում լա եւ անալ իր գարկին լի ասուզո կորձանը Հիսուսի մասին խոսած ադենին է որ իրենց վրա հարցակեցավ թշնամին Բայց ու դենաս համարձակությունը Սես տալի ես գուզեմ խոսի բայց չեմ գնա Գուզեմ խոսի կամ գվախնամ Գուզեմ խոսիլ, բայց լեզուս կգապվի Չես վի կդրես ադիգա Բեդրոս և Հովանես ինչպես գդրած էին ասի Որ ատքան ամփոխի արջև ելան խոսեցան համարձակ Որ ատքան որ նույնս գարավարություն իրենց վրա հարցակեցավ Կեցիկ պիտելա և որ մեր փորլերոյս լեզուն պացվի այստեղ և հանգարց Հայաստանի գարավարությունը սկսի պախստական զինվորությունները իջեցնի և ասանք ես երազ դեսած եմ իմիջայլուց Դեսած եմ, որ բահի մեջ ենք, գկարոզեմ, և մեկ սերի երդասարտներ կուկան, և երդասարտները մաս մխնտալու գսկսին, զաղրելու գսկսին, և գծկեն գելեն, և ելած ադենին ես ետևեն իրենց կսեմ, մենք ծեզի շատ կսիրենք, ասպես գբորամուր, մենք ծեզի շատ կսիրենք։ Եվ երկրորդ օրը գարթանամ դեսեմ, որ նյուզի մեջը, միդիային մեջը իջած է, Եվ առաջին դեղերը իջած է, որ աս եկեղեցին ասպես եկեղեցի է, և այն ծաղրելով և հալածանքի նպատակով։ Եվ երբ ես այդ մեկը դեսա, ասի, վաու, ինչ ավոր քովաստ։ Ոչ դրամ ծախսեսի, ոչ բամը։ Մեր մասին քովաստ կլա։ Եվ ջամփա իջա, ջամփա է որ իջա, դեսա զինվորություն գեցած է, պոլիսները գեցած են և գփնդրեն, ինչպես սավուլ գփնդրեր, հավատացյալները գսե թուր գզարներ, ներս կմտներ և իրենց գարներ և փանդ կտաներ։ Այդպես Դեսա պոլիսները գեցած են ոստիկանությունը և գհավաքեն մարդիկ և նույնիսկ գսպանեն ուրիշ հավատացյալներու և այդ բարակային գեցա և ասի ես ասոր համար եկա և դեսա այդ մեկը ես ասոր համար եկա և ասանք սրդիս մեջ պատրաստակամությունն է նույնիսկ նահատակվելու Հիսուսի համար Հաջորդ օրը արտնցա և իջա որ դակավին պիտի շարունակեմ գործը և հանգարց լսեցի ժողովուրդը գսե Ինչպես մենք թադեցինք աս եկեցին առանց երթալու։ Մեկ հատ երթանք տեսնենք։ Եվ հետո դեսա որ լման եկեցին լեցվեցավ։ Մեծ ամփոխ ժողովուրդ եղավ։ Հետևաբար այդ երազը ինձ փամը սորվեցուց, դերը հետս խոսեցավ, ասա հալածանքը ստրատեգի մն է, աստուծմ է, որ հունց հավաքես։ Այդ մարդիկը, որոնք գհալածեին, ան մարդիկն էին, որ դեսա եկեցին մեջը եկան, եւ ասի մեկ հատ երթանք տեսնենք ինչ է ասի։ So նույն բանը կտեսնենք աս բաժինի մեջ, աս բաթմության մեջ 4-րդ համար։ So իրենք ցերպակալվեցան, փանտրվեցան, սակայն գսե խոսքը լսողները շատերը հավատացին։ Եվ հավատացյալների թիվը շուրջ 5000 եղավ։ 3000 էր, 5000 եղավ։ Ցերպակալեցին իրենց, թիվը շատացավ։ Ցերպակալեցին իրենց, խոսքը ավելի տարածվեցավ։ Քեցիկ ելան է Տշնամին գրնա քեզ ցերպակալել, բայց ան խոսքը որ շուտները դե լավ չի գրնա ցերպակալել։ Այդ խոսքը մարդոց ավաշխարության կդանի։ Թուն գրծայ չափ հասցուր խոսքը, Բողոսին կքաշեին գծեծեին, քաշեցին իրեն, որ իրեն փանդանին, քաշած ադենին ասավ գրնան փամ մխոսիլ։ Փամ ուզեց արցակե ժողովրդին վրա։ Իր լեզուով խոսեցավ եւ իրեն ասավ բարի, ելիր խոսիր։ Ելավ իր վկայություն պատմեց։ Քաշած ադենին իրեն կքաշեին, հոնալ գեցավ իր վկայությունը պատմեց ժողովրդին, որով գրնաս մարդուն բռնել, բայց ան խոսքը, որ գարցակվի, որ Սուրբ Հոգին կսպասե արցակես։ Ան խոսքը, որ գարցակվի, ինքը չի գնա ցերպակալել, թշնամին։ Այդ խոսքը Հիսուսին խոսքն է,
իր մասին է, ad մեկ եւ որ գարցակվի Սուրբ Օքին գարնե ադիգա 2000-ը կամ 3000-ը 5000-ը կդարձնի։ Եվ կզարմանաս, գսես աս մարդիկը, որ ինձի գալածային հիմա ինչպես կուզեն որ ասոն գեգեցի կալ։ Ինչ եղավ ասոնց։ Որովհետև տուն ազո խոսքը դվիր իրանց։ Okay։ Ազիգա միտքը պիտի բայս, պիտի հալածվիս ասոր համար։ Բայց նախքան քեզի բան դնեդե հաստատ եղիր կամ հաստատ է որ խոսքը հասավ թիմացինիդ։ Սո հալածանքը Աստծո ծրագիրն է կամ ստրատեգին է, ռազմավարությունն է, որովհետեւ հունց կա իր կովասներեն մեկն է, ասեմ, եկեղեցին հանգարց այն մարդ գսկսի եկեղեցի մասին խոսիլ, ինչ կլագոր հոնդեղ, մեկ հատ երթանք նայինք, գերտա Աստված իրեն գտպչի եւ հոնդեղ գտեսնես սիրտը գնվիր Աստծո եւ գսկսի հետևիլ։ Թշնամին որքան է փորձե Աստծո գրագին վրա հով փչել, որ մարե, գտեսնես ավելի գծրվի գրագը։ Գործարակելոց 8-ի մեջը, արակ մեջ բերելով Ասե այդ օրը Երուսաղեմի եկեղեցու թեմ մեծ հալածանք եղավ, ասի Բողոցներ։ Մեծ հալածանք եղավ։ Բոլորը ծևեցին Հրեաստանի ու Սամարիայի խավարները, իսկ ծրվածները շրջում էին Աստծո խոսքը ավետարանելով 4 համար։ Նկատի առ Հրեաստանի ու Սամարիայի խավարները դարածվեցավ։ Սո թշնամին եկավ մեծ հալածանքով, որովհետեւ բռնե իրենց, բայց ծրվեցան ասոնք խոսքը դարածեցին եւ երկու խավար եւս Աստծո խոսքը լսեց, որ Հրեաստանն էր եւ Սամարիան էր։ Երկու խավարներն ալ լսեցին։ Դիմոթեոս 3:12 գսե եւ բոլորը ովքեր գամենում են աստվածավարժությամբ ապրել Քրիստոս Հիսուսով պիտի հալածվեն։ Կովին դարձիրսե պիտի հալածվեն։ Եթե չհալածվես, հոն պետք է որ մտահոգվես։ Պիտի հալածվեն։ Բայց Տուն ադոր թեմ պիտի զորանաս, շատերու համար պանդը ֆիզիկապես պանդ է, ուրիշներու համար պանդը հոգեգան պանդ է, և որ թշնամին իր սպարնալիքը գարցագեկու վրատ, որով խոսելու սկսար, սպարնալիք գարցագեկու վրատ, և եթե տուն ադոր ագանչ տվիր, հոգևոր պանդ մը գշինվի, և կեզի հոն գգաբ է, կեզի հոն գգաբ է, գայ որ չէ ֆիզիկապես պանդն լա, թշնամին գիտե ինչպես քեզի ներքնաբես պիտի գաբե քեզի։ Եվ քեզի պանդի մեջ կտնե, տուն առաջ գխոսեիր, հիմա չես խոսիր։ Առաջ հաշիվ չէիր ներ, հիմա հաշիվ գնես։ Առաջ անվախ էիր, հիմա վախի դագ ես։ Առաջ չէիր սեր, որ հիմա ադենն է մգան ոչ, գելեր գխոսեիր, հիմա գսես, հիմա ադենը չէ։ Ադի հոգևոր պանդ է։ Շունչդ հոգիդ գաբեր է մեջ է, լեզուտ գաբեր է, թշնամին, ադի պետք է գդրվի, պետք է որ գդրվի, և գործարակելոտ 4-ի մեջ գդրեն, սո տուն նա է աս հալածանքի ջնշումին դա կու լեզուտ ինչ եղավ, ուլ է կու լեզուտ, գործարակելոտ 4, 5-րդ համարեն շարնագեմ, գսե հաջորդ օրը նրանց իշխանավորները, ձերեր ու թբիրները հավաքվեցին Երուսաղեմում, Նաև Աննաս Կահանայեբեդը ու Գայապան, Հովաննեսն ու Ալեքսանդրոսը, և բոլոր նրանք, ովքեր կահանայական ցեղից էին, և առաքյալներին մեջ տեղում կանգնեցնելով հարցնում էին. Դուք դա ինչ զորությամբ գա ում անունով գադարեցիք։ Սո իրենց մեջ զորություն գա, չեն գիտեր որ, ինչպես բժշկեցիք աս մարդուն, որու անունով ըրիկացի գա, և որու անունով գսե, ասել է մեկն է որ իշխանություն ունի, մեկն է որ ողջ է, քանի չես կնար մեկում անունով խոսի, եթե մերեր է արդեն։ Ողջ պետք է լա, դիգա, որ կորձ կգադարվի։ Երագանչա մեջ ամեն բժշկություն կամ հրաշ որ կգադարվի, վգայություն է, որ ինք ողջ է։ Վգայություն է, որ ինք հարություն արած է, որով բժշկողը ինքն է, ինք բժշկեց։ Եվ որ մեկը կբժշկվի, դու վգայեցիր, որ ինքը ողջ է։ Որով անգարելի է դիմացին բժշկվի, եթե ոչ Հիսուսի անունով։ Միան ինքը նա դիմել։ Ադմեգը վգայած գլաս։ Սո արինաս հավատացյալներուն, երկու առաքյալները, Պետրոս եւ Հովաննես, թրի մեջտեղը 70 հոգի ադյան, նույն ադյանն է, որ Հիսուսը դրվեցավ, իր Հիսուսին մեջտեղը թրին, նույն ադյանն է, եւ այդ նույն ադյանն է, որ փախավ Պետրոս, եւ որ աղախինի արչեւ գեցած էր, եւ աղախինը իրեն ասավ, ես քեզի մեկվան, գարձեմ գջանչնամ քեզի, տուն իրենց պես կխոսիս Գալիլեացի ես տուն արդյոք իր աշակերտներս աղախինի աչև վախցավ Պետրոս։ Եվ հիմա գանքնած է նույն ադյանին արջև
որ մե ինքը փախավ եւ իրենց մեջտեղում կանգնեցրեցին եւ միտքը ինչ է եւ որ մեջտեղը գեցեր են եւ 70 հոգի ասպես շուրջը գեցած է եւ երկրին գարավարիչներն են, իշխանավորներն են, ձերերն են, սատուգեցիներն են, ադյանն է, մեծ քահանաներն են եւ քահանաների ամեն ցեղերն են, ասոնք եկած են նստած են 70 հոգի։ Եվ դու մեջտեղն ես, միտքը այն է որ նախքան արդեն ադյանը սկսի, արդեն դու բարդված ես կասոնդեղը։ Ամեն մարդ քեզի գտի դե, դու մեջտեղը գեցած ես եւ ամենն քեզի թադաբարդելու եկած են։ Մեջտեղը գեցած երկու ցգնորս ամբողջ գիշերը փանդի մեջն էին արդեն, ոչ փաստապան ունին, ոչ ուսում ունին, ոչ ալ գաբեր ունին, եւ արդեն 70 եկան մի կերնին հանգիստ ասոնց բռնեցինք մենք, վերջացավ ասոնց խնդիրը։ Գործ Արաքելոց 4:8 Այդ ժամանակ Պետրոսը Սուրբ Հոգով լեցված նրանց ասաց. Արդ, թող հայտնի լինի ցեզ բոլորիդ 10-րդ համար գարտամ, թող հայտնի լինի ցեզ բոլորիդ եւ Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որուն դուք խաչեցիք եւ որուն Աստված մերելներից հարություն տվեց, նրանով է սա հիմա ցեր առաջ առողջացած գանկնել։ So ամեն բժշկություն որու վկայություն է, Հիսուսի վկայություն է։ So փաստապան չունի Պետրոս եւ գեցած է մեջտեղը ադյանը իրենց թադելու եկած են եւ հիմա ով իրենց կթադե Սուրբ Հոգին կթադե Պետրոսի միջոցով գածից դարձավ սեղանը Okay սցենարիոն նման փոխվեցավ ճիշտ ինչպես Դավիթ Գոյաթին աչև գեցած է Գոյաթ մեծ է բայց սցենարիոն փոխվեցավ սեղանը դարձավ եւ Դավիթ եկավ չէ՞ որով դերը եկավ Եվ ճիշտ հոսա նույնը եղավ երկու հոգի կանգնած են 70 հոգիի աչև ասոն մեծերն են իրենք դքեդ անուս պամուչունին Ոչ ալ անուն ունին ժողովրդի մեջ։ Հիմա գեցած են 70 հոգի աչև եւ հանգած դման սեղանը դարձավ։ Քեզի հետ անունը կվադայի։ Սեղանը հանգած գտարնա եւ Սուրբ Հոգին սկսի աշխատել։ Եվ Սուրբ Հոգին սկսի խոսել թիմացինին թադելու սկսի, քան թադավարդությունը կուվրատ ասա դուք խաչեցիք։ Դուք եք հանցավորը, ես չեմ ոսը։ Դուք եք հանցավորը։ Աս Պետրոսը որ ախինի աչև վախցավ, հիմա ելավ ինքը կթադե ադյանը որ մե ինքը փախավ։ Գործ Արաքելոց 4:13 Ամբողջ կարոզը աս համարին վրա գեցած է։ Եվ Պետրոսի ու Հովհաննեսի համարցակությունը տեսնելով, սո նայեցեք ինչ տեսեր են, համարցակություն։ Եվ հասկանալով, որ անուսում ու դքեդ մարդիկ են, զարմացած էին։ Ոչ ուսում ունին, ոչ դիպլոմ ունին, ոչ գաբ ունին, ոչ փաստապան ունին, բամուչ ունին, դքեդ են ասոնք, բայց համարցակությունը տեսան մեջը, եւ այդ համարցակությունը իրենց մեգումը հիշեցուց։ Որովհետեւ նրանց ճանաչում էին իբրև Հիսուսի հետևորդների։ Հունարեն բնակիրի մեջ գսե որովհետև ջանցան թե իրենք Հիսուսի գեհդեվեին կամ Հիսուսի հետ էին Okay համարցակություն տեսան եւ համը հասկացան ասոնք դքեդ անուս բայց ուր դեն աս համարցակությունը ասոնք Հիսուսի հետ եղած են որով համարցակությունը որ տեսան նույն համարցակությունն էր որ Հիսուսի մեջը գար որ ամեն փարիսեցիներուն աչև կգնար եւ իրենց վայրը գսեր եւ իրենց գծակաշի դակ կտներ չէ՞ Եվ չեր կաշեր ոչ ամարտոց մեկը վախնար դեր Հիսուս։ Այդ նույն ամարցակությունը տեսան գարձես իրենց նայելով տեսան Հիսուս։ Եվ իսին ասոնք Հիսուսի հետ եղած են ճանաչեցին որ Հիսուսի հետևորդներ են ասոնք։ Okay? Եվ հետևորդ բառը քեեցիկ է ոս հայերեն ինչպես թարգմանված է գսե ճանաչեցին որ Հիսուսի հետևորդներ են դա կնշանակի որ հետևողը Հիսուսի հետ քալողը իրեն գդրվի աս համարցակությունը Զեևորթուն Հիսուսի հետ գնստիս Աստուծո հետ ժամանակ կանցես քո աղոթքի կյանքդ կորոշե քո համարցակությունը քո աղոթքի կյանքդ Աստուծո հետ քո հանդիպումը կորոշե ինչքան համարցակ պիտի լաս ոչ թե քո նկարակիդ ոչ թե կորսը դասընթացը ուսուցումը քեզի չի գրնար դալան ինչ որ միան Աստված գնադալ Ադոր մեջ միան գնաս քիդություն ավակել բայց եթե բادرազմի թաշտի մեջ մտնես մի դեսես որ գաբար չունիս գրագելու Աստուծո հետ եւ նստիս այնտեղեն գուկա համարցակությունը կորսե չի կար անցե գուկա եւ այդ անցի մոդի գլալեն գուկա Դավիթ գնստեր սամոսները միշտ պաշտամունքի մեջ էր Դավիթ քնարը ցեր քներ գնվակեր Աստուծո հետ
հաղորդակցության մեջ էր միշտ եւ մարգարետ հարցած էր արդեն գմարգարեանար բաներ որ նույնիսկ իր օրերուն հետ կապված չէր գազես Հիսուս իր փերանով խոսած է լա ճիշտ ադպես երկեր քրած է Դավիթ Աստուծո հետ իր ադմդերմությունն է որը Գոյաթին աչև գեցավ ամեն մաչոս հոմը գտեսնե վախկոտ վախի մեջ են սարսափեն գսե իրենց ոտքերը երար գզարներ ինքը գնա գսե ով է ասանթել պատպշտան լման ուրիշ ալիքի մեջ է Դավիթ բայց այդ համարցակությունը DNA-ին մեջը չէր այդ համարցակությունը իր մեջը դրված էր անցեմը անունը Հիսուս Քրիստոս է իր մեջը դրավ նույնն է որ համարցակությունը դրավ առաքյալներուն մեջը եւ նույնպես է որ ես եւ թուն պիտի համարցակություն ունենան կանոմար չի գարձես որ ասիգա չանքեգ ու կա ջիքեգ ու կա հովիվ ջան ես չեմ գարա ասիգա անել ես գիտեմ արդեն չես կնանել արդեն գրնայրն է անել գնեիր գիտեմ չես կնանել ինչու ես մը գրնամ մանել մեկը սա չեն կնանել ուժով չէ զորությամբ չէ հավա իմ հոգիովս է իր հետը գնստիս իր հոսած ճուրը գխմես իր հետը ժամանակ կանցնես եւ գտեսնես ինչպես քեզի գրակ կդարձնե գրագին մոդենալով գրակ կդառնաստուն գայրիս եթե դախտակ բերեմ գրագին մոդ տնեմ ինչ պիտի լա դախտակի վերջո գրակ պիտի առնե լման անդարներ գա գրակ կառնեն այսօր ինչը որով մեկ հատ գայծ մը դրվեցավ գրակ մը դրվեցավ գրագին պիտի մոդենաս հոնգե համարցակություն կա քո աղոտքի կյանքդ աստուծո հետ քո մդերմությունդ գորոշե համարցակությունդ եւ առաքյալները ադիգն էին գաղութեին նույնիսկ որ իրենց աչեվը արկել կուկար որ կոզ առաքելոց 6-ին մեջ կգար թանգադի գսե ներոչուն այո 6-ին մեջ կգար թանգադի եւ որ կուքան եւ աղկադախանումաչան խնդիրը կհարաչանա ասին նոնը մեզի բայել չի ադի մենք պետք է աղոտքի եւ ազո խոսքի մանդագարարման վրա գետրոնանանք աղոտքի կյանքին վրա իրենք շատ մեծ արժեք տվին, որովհետև գիտեին հոնգե ու կա իրենց զորությունը։ Եթե հանգած աղոտքի կյանքը գեցնեն, վերջացավ Երևակայեցեք իրենք իմ ադյանի արչև գեցած են եւ աղոտ չկա։ Աստծո հետ գապ չկա։ Մի գրնային իմ ասանք համարցակ, մի չգնային նույնիսկ քարոզել ժողովրդին։ Ձեզի ասեմ, Պետրոս պիցես ապա ինքը զորավոր նկարակիր էր, գապ չունի, որով աղախինի արչև ինք վախցավ։ Բայց այդ ամեն առաքյալները, որ ընդրված էին, բոլորն ալ ելան եւ ավետարանը քարոզեցին։ Առանց վախնալու, քաղաքներ դարձի եկան, երկիրներ դարձի եկան, եկեղեցիները հաստատեցին, հաճածախ անվախ էին ասոնք, որով մեջ են հութայի արույցն էր, որ գմրնչեր։ Եվ իրենք այդ հութայի արույցին հետ կապված էին, մրնչող արույցին հետ կապված էին։ Թշնամին թիմացեն գուքա արույցը աու գնեին գնեգոր իր թիմացը։ Ասի ոչխարի եգուր հալածեն գիրեն, եգուր ուդեն գիրեն հում ինչ այդ հանգած ինչ կելեգոր մեջտեղ հութայի արույցը կելեգոր մեջտեղ։ Հալելույա։ Անուսում ու դքեդ, բայց հզոր համարձակություն զարմացած են եւ իրենք պատասխանեցին իրենց հարցումին ասելով որ ասոնք Հիսուսի հետևորդներ են ասոնք Հիսուսի հետ կքալեն ասոնք Հիսուսի հետ կքալեն ուրեն համարձակություն կորսը չի կար անցեք ու կա Մարգոս 3:14 գարտամ ինչ կեցիկ է ոսը Հիսուս նայեցեք ինչ կսե կամ ներողություն Հիսուսի մասին կսե նա ընդրեց 12 հոգու առաքյալները ընդրեց հիմա ով ընդրած է Գովին դարձել ասեին հիմա քեզ ընդրած է քեզ ընդրած է քեզ ընդրած է ասելով ո՞ս է այսօր քեզ ընդրած է so նա ընդրեց 12 հոգու որ իրեն հետ լինեն որ նրանց ուղարկի քարոզելու շարքը նա է ընդրեց որ իր հետ լինեն հետո գրգեց քարոզչության քարոզելու դու նախ պետք է հետ լինես որովհետեւ քարոզող դառնաս Առանց հետը լինելու չես գնար քարոզող դառնալ լեզուդ կգաբե արդեն տշտամին հետը պիտի քալես 12 հոգին ընդրվեցավ հաջողեցան կորձը ամբողջացնել որովհետև մեջտեղի հանգրվանը կատարեցին հետն էին տուն հետը գլաս եւ քեզի գուղարգի քարոզելու աս է շարքը մենք շարքը հաջող հագարակ կդարձնենք Աստված ինձ ընդրեց Գփորձեմ երթալ Աստծո համար կորձ մնել առանց Աստծո հարցնելու, առանց Աստծո հետ նստելու,
գերտամ փորձեմ իմ ջագդի քրդինքով ցերկով սպամ մեն էպես հաճոչուն չեմ դասար։ Ինքը պետք է հետը դլա։ Եվ երբ դու իր հետը լաս, վերջին անձը որ գիտնա որ բամը գալա, դուն ես իրականության մեջ, որովհետև ուրիշներ պիտի նկատեն նախ, հետո դու պիտի նկատես։ Պետրոսին եւ Հովհաննեսին նայեցան իրենք նայեցան եւ դեսան իրենց համարցակությունը, իրենք չէ որ համարցակությունը սկացին, իրենք Սուրբ Հոգով լեցված կորձերին, դիմացինը դեսավ, որ իրենք համարցակություն ունին։ Ցար Մոսես սրբության սրբոցեն դուրս ելավ օրմը եւ հանգարց դեսավ մարդիկ իրենց աչքերը կկոցեն։ Որովհետեւ չեն կնար քեզ նայել։ Լույս գա, զորավոր լույս գա, չեն կարա քեզ նայել։ Վերջին անձը որ պիտի գիտնա տունես։ Որովհետեւ մարդիկ պիտի սկսին վգայել։ Պիտի գիտնաս որ բամը գա գբադայի։ Հալելույա։ Գսե Մոսես չեր գիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր։ Չեր գիտեր։ Ահա դու սկացումի եդեվե չես վազերգոր։ Դու ինչպես Մոսես իր երեսը փայլիլ դվավ, դու նակու երեսը դաշվիլ գուդասկոր, փայլիլ գուդասկոր։ Okay, ատամանտը պետք է դաշվի, so ատամանտը դաշողին գուդասկոր, որովհետեւ դաշե գլուխը ջագադը ատամանտ դարձնե, եւ ուրիշ մարդիկ պիտի նկատեն ադիգա։ Պիտի տեսեն քո համարցակությունը, քո անվախությունը, պիտի հասկանան, որ ասի մարդկային չէ։ Ասի մարդկային չէ, ասի չես կնա շինել։ Ուրիշ դեն գուկա որ ասո զորությունը։ Ջնշումին դա քեզ մե ինչ դուրս կելե գորոշվի ու մենիկ բահերետ թե Հիսուս մեջ է ինչ դրած է ադի դուրս պիտի է ջնշումի դադեմ մենիկ բահերուտ մեջ դերը ինչ դրած է ադի դուրս պիտի է դե ոչ ուրիշ բան միտեն so առաջին եւ ամենակարևոր քայլը որովհետեւ դուն համարցակ դառնաս Հիսուսի հետ պիտի Հիսուսի հետ պիտի ինքեզի համարցակ պիտի դարձնի եւ նայեցեք Հիսուսեն ինչ պիտի կա քեզի երկրորդ բանալին 8-րդ եւ 31-րդ համարի մեջ կգարտանք 8-ը գարտամ գսե Պետրոսը Սուրբ Հոգով լեցվեց նրանց ասած լեցվեց սավ okay Սուրբ Հոգին ուրդեն գուկա Հիսուսեն գուկա Հիսուսին է որ դու մենիկ բաունիս վիդեսեն Սուրբ Հոգիով պիտի լեցվիս եւ Սուրբ Հոգիով at կորձ պիտի նես 31-րդ համար եւ որ եկեղեցին հավաքվեցավ աղոթելու, որովհետեւ օրենք տրվեցավ, որ այլևս չես կնար քարոզել Հիսուսի մասին։ Ելան այդ օրենքին թեմ աղոթ բարձրացրին եւ 31-րդ համարի մեջ գսե բոլորը լեցվեցին Սուրբ Հոգով ու Աստծո խոսքն էին քարոզում համարցակությամբ։ Գտեսնես, նորեն Սուրբ Հոգով լեցվեցին, համարցակությամբ կացին խոսեցան։ So ադեվե խնդիրը շատ մահավատացյալներու եւ որ Սուրբ Հոգով մգրդված չէ չի գնարել։ Եվ որ Սուրբ Հոգիով չի լեցվիր, չի գնարել։ Որովհետև այդ վախի աստեցությունը իր վրա պիտի դիրի։ So Աստծո հետ գնստի, ունին ադեն Աստծո խոսքն է, Հիսուսի հետ գնստի եւ նաեւ Սուրբ Հոգով գլեցվի, այն ադեն կորձը կան փոխչանը։ Այս աշակերտները Սուրբ Հոգով լեցվեցին, Պետրոս Սուրբ Հոգով լեցվեց, 70 հոգի խոսեցավ, Ադյանին խոսեցավ։ Ուրիշ դերգս Սուրբ Հոգով լեցվեց եւ ելավ 3000-ին խոսեցավ։ Սուրբ Հոգով լեցվեց եւ հիվանդները բժշկեց։ Սուրբ Հոգով լեցվիլն է, որ քեզի համարցակ կդարձեն։ So դեր Հիսուսի հետ գնստիս, իր մեջ Սուրբ Հոգին գոսի ճուրը դաջարեն պիտի հոսի։ Եվ այդ ճուրը պիտի խմես տուն, եւ տուն համարցակ պիտի դառնաս։ Սուրբ Հոգին քեզ պիտի նե ինչ որ պիտի նե։ Գլեցվիս ու կդառնաս համարցակի։ Երկու անգամ նշված է նույն գլուխի մեջ։ Լեցվեցավ, համարցակությամբ խոսեցավ։ Լեցվեցավ, համարցակությամբ խոսեցավ։ Եփեսացիս 5:18 Բողոս Արաքյալ գսե քինիով մի հարփենակ, որ անարագության է դանում, այլ հոգով լեցվեք։ Այս հոգով լեցվիլը մեկ անգամվա մգրդության մասին չխոսի, գխոսի հունարենը գխոսի հաջախագի մշտական ծևով Սուրբ Հոգով լեցվելու մասին։ Արորիայի մեջ դու Սուրբ Հոգով լեցվիս։ Դու կովինտացի մեկ դաս հարցումը արծուր աչքերուն նայելով առանց որ իրեն քննադատես եւ ասես վերջի անգամ երբ լեցվեցար Սուրբ Հոգով Երբ լեցվեցար վերջի անգամ Սուրբ Հոգով Չի
Ասել չեն գուզեր երբ ապաշխարեցիր, բոլորս գիտենք ապաշխարած ես։ Ասել չեն գուզեր երբ Սուրբ Հոգով մգրդվեցիր, մեծամասնություն հավանաբար աստե հիմա գնայեմ որ Սուրբ Հոգով մգրդված եք։ Ես գխոսում եմ երբ լեցվեցիր Սուրբ Հոգով, որով Սուրբ Հոգիով ամեն օր պետք ունիս լեցվելու։ Ամեն օր արդու լեցվիս որ նոր ալիքով սկսես, օրդ ադբես թիմակրավես։ Ոչես կե թշնամին ինչ պիտի անի արջևդ եւ թունա կորձ ունի սնելու սկզբունքով։ Պետք ունիս այդ բենզինին, որ մեկ պիտի կա, որովհետեւ այդ կորձը ունես։ Գլեցվիս եւ գերտաս ողոսիս, որ թշնամին իր սպառնալիքը պիտի բերե։ Արաքյալները ամիջապես կացին եւ որ օրենքը հաստատվեցավ կացին եկեղեցի եւ գսե իրեն ցայնը արասված բարձրացրին։ Դեպի Աստծո աղոտ բարձրացրին եւ նրա աղոթելուց հետո Սուրբ Հոգով լեցվեցին եւ կացին համարձակությամբ ավետարանը կարոզել դեղը լման շարժեցավ գսե։ Դեղը լման շարժեցավ։ Դեպար հետը պիտի լաս եւ Սուրբ Հոգով պիտի լեցվիս։ Կովին տարսիսե հետը պիտի լաս Սուրբ Հոգով պիտի լեցվիս։ Եվ ասե բաժարը որ թշնամին գահարցակի ճիշտ ասոնց վրա։ Ճուզեր նստիս հետը Հիսուսի հետ ճուզեր նստիս, ճուզեր մեդերմիկ հարաբերություն մշակես հետը, ճուզեր հետը խոսիս, ճուզեր աղոթքի կյանք ունենաս, ճուզեր ալ Սուրբ Հոգով լեցվիս։ Ճուզեր, որովհետև ադի է գախնիկը։ Եվ որ թուն լեցվիս, ինչպես օթոին բենզինը գլեցնես full option, full tank կնես, եւ որ թուն լեցվիս, այնադեն որքան հերու ուզես կրնաս երթալ։ Ասուզմո 15 եւ 16 համարները գարտամ աս համարը գսիրեմ գսե նրանց հրամայեցին ադյանից դուրս գալ եւ միմյանց հետ խորհրդակցեցին ասելով ինչ անենք այս մարդկանց ես գուզեմ թշնամին մեր մասին ասպես խոսի ինչ անենք այս մարդկանց որ մարդկանց որոնք Հիսուսի հետ նստած են հետևորդներ են որոնք Սուրբ Հոգով լեցված են ինչ անենք այս մարդկանց չեն բռնվիր ասոնք Կփչենք ավելի գծրվին եւ գդարածվի առաջ խամը գխաղայի generals ամոր գխարի դասարտներն so մեջը արաբները խումբ ունեին որ underground կեդնին դագը իրենց բան բեյսը գշինեին եւ որ զարնե իր մեգումը եւ սպաներ գարզեր մերավ վերջացավ գտեսներ ադիգա արանցին լիդերը մգտարնա եւ ադիգա ինքզին կգտնան բազմաբատկել արաբները աս շնորհք ունին ад խաղի մեջը բայց հավատացյալները իսկապես ուրդեղ որ Սուրբ Հոգին հանգչած է հոնդե նոր եկեղեցի գծենի ամեն մեկերնից պետք ունենք լեցվելու եւ թշնամի մեր մասին ասպես պիտի սե ինչ են ենք մարդկանց խաղի մեջ ադվես կսենք լակ չենք հասնի որ ասոնց ամենուն պետք է սպանենք չի բավեր մեկ օքի սպանես կամ գլուխը սպանես պետք է ամենուն սպանես հիմա այդ բادرազմի մեջ ադի գտեսնենք չէ Բասկաստանին ամեն գլուխները սպանեցին բայց դակավին գտեսնես Բասկաստանը դեր ոտքի է գազես բամը չի խախտվեց Տշնամին ադբես պիտի դեսնե հավատացյալները պիտի սպաննե պիտի փանդերը նետե պիտի հալածե ամեն ինչ պիտի բայց գլուխը բադեբադ պիտի զարնե որովհետև չի հասկնար որ ուր դեղեն է ասիգա եւ ինչպես կլա որ ջանին չի գնար որ բռնեն ինչպես գլա որ քեզի գրոջը եւ եղբորը չի գնար որ բռնեն ամեն ինչ են ենք մարդկանց Զո եթե գուցում գուզես թշնամին քո մասին ասպես խոսի դու պետք է Հիսուսին հետ նստելու եւ Սուրբ Հոգով լեցվելու ամեն օր Թշնամին խոսքերն էր ասի թե եւ Փարիս բան ադյանին շրտներեն ելավ որով չի գիտեր քեզի հետ ինչ պիտի Միակ բանը որին ելան սաստեցին իրենց բայց որովհետեւ ժողովրդի մեջ 17-րդ համար որովհետեւ ժողովրդի մեջ ավելի չդարածվի նրանց խիստ սպառնանք որ ոչ մի մարդու այդ անունով այլևս չկարոզեն խիստ սպառնանք 21-րդ համարի մեջ կսե սպառնալով իրենց արձակեցին իսկ 29-րդ համարի մեջ եւ որ եկեղեցին աղոթեց սավ նրանց սպառնալիքներին նայե եւ որ դերոջա գաղոթեին ասի դեր նրանց սպառնալիքներին նայե 18-րդ համարի մեջ ցույց տվին որ իրենք օրենք հաստատեցին հիմա նայեցեք թշնամին ամբես ինչ որ ագրաչունի որ շատ անգամ ադվես կկարզուի հեչ ագրաչունի ասոնք սաստեցին սկիզբը 5-րդ գլուխի մեջ փանդ ներեցին ձեզեցին իրենց սաստանքը ավելի փարթացավ իսկ 6-7 գլուխներում մեջը արդեն գտեսնես Ստեփանոս առաջին նահատակները սպանեցին եւ հոնգս է 8-րդ գլուխին սկիզբը զորավոր հալածանք եղավ եկեղեցին վրա եւ սկսան սպանել սկսան փանդերը ներել ոչ թե միան
աշակերտ արաքյալները, հաբա ընտանիքներ, որոնք աս ջամփունը սկսան հետևիլ, Հիսուս տավանիլ, իրենց ասկսան փանդերը ներել, դունե դուն թուրերը գզարներ բողոս եւ իրենց գավակեր եւ գդաներ փանդ։ Սին սպառնալիքը թանցրացավ երթալեն։ Եվ երբ դեսնե թշնամին, որ փամը քեզի չի գեցներ, սպառնալիքը պիտի թանցրանա։ Սպառնալիքը ոչ թե որ պիտի ցածնա եւ տուն համարցակ դառնաս։ Այդպես չէ։ Սպառնալիքը ուր ալ հասնի, ինչ հանգրվանի մեջ ալ հասնի, քու համարցակ ըլալը գախված չէ ասկե։ Քու համարցակ ըլալը Աստծո հետ նստելն է եւ հոգին լեցվելն է։ Ան է համարցակություն դոնդեն գուկա։ Արաքյալները համարցակ մնացին։ Իրենց դեմ օրենք տրվեցավ, հիմա գան քանի երգիր դեսա, որ Instagram-ով կդեսեմ, որ օրենք սկսան հանել, որ չես կնար ելել քարոզել, ջամփաները ելել քարոզել Հիսուսի մասին, որով գարկը մարդոց նեղություն կբաժարե, որ ուրիշ գրոններուն նեղություն կբաժարե, որ սո այդ գրոնները ավելի կարևոր են աս երգիրներուն համար։ Հետևաբար սկսան օրենք հանել, որ չես կնար քարոզել եւ արևմտյան երգիրներուն մեջ սկսանք Եվրոպայի մեջ մի քանի երկիրներ տեսանք, Կանադայի մեջ վերջերս տեսա, սոաս օրենքները սկսան հաստատել աչծախ, ոչ ես կնար քարոզել, եւ նույնն ալ իրենց երին։ Եվ աս աշակերտները եկան եկեցին հետ հավաքվելով եւ աղոթեցին ինչ, ասին դեր, եկեք կարդանք միասին։ Գոզարկելով 4 եւ ազատ արձակելուց հետո արաքյալները յուրայիններում մոտ եկան, ասին եկեցին մոտ եկան ու բատմեցին թե քահանաբեդներ ու ձերերը ինչեր ասացին իրենց ասո օրենքը որ տրվեցավ է սպառնալիքը նրանք այս լսելով միապնված իրենց ցայնը առասված բարձրացին սո իրարու հետ նույն չի ձեզեցին ամիջապես Աստուծո դարձան եւ սկսան աղոթել 29-րդ համարեն գարտամ եսե այժմ դեր նայիր նրանց սպառնալիքներին Եվ քո ծարաներին ամենայն համարցակությամբ քո խոսքը խոսել դուր։ Սո ուրգեգու կագոր համարցակությունը, եթե ին գրնա շինել at մեկը, չեր աղոթեր աս աղոթքը։ Եթե հավատացյալը գրնա աս մեկը շինել իր մեջը, պիտի չաղոթեր դիրոջը որ համարցակություն դուր, որովհետեւ ինեմ խոսքը կարոզեմ, եւ որ քո ցերքը մեկնես բժշկության համար եւ նշաններ ու հրաշքները լինին քո սուրբ որդու Հիսուսի անունով։ Աղոթեցին այն բանը, որ իրենց արդեն բան թրավ սկզբունքով։ Այդ բանին համար աղոթեցին, որ շատնա։ Դեսնես, իրենք սպառնալի կրին, որ գենա, իրենք աղոթ կրին, որ շատնա։ Աս բանը շատնա։ Ավելի կարոզ ենք համարցակ եւ ավելի հրաշքներ եւ նշանները լա, որովհետեւ վգայենք Հիսուս Քրիստոսի անունով վգայությունը լա։ Սո չի խնդրեցին պաշտպանություն, բաբանություն, չի խնդրեցին, որ սպառնալիքները թեթևնան անհետանան չի խնդրեցին որ Աստված օրենքը փոխե կամ իրենց Երուսաղեմեն դուրս հանե ասոնց է մեկը չի խնդրեցին որ շատ ավադացյալներ այսօր գաղութեն ասան աղոթեցին որ ավելի համարցակ լան ավետարանը քարոզելու եւ աղոթեցին որ հրաշքները նշանները ավելի շատնան եւ Աստված աս աղոթն է որ պատասխանեց եսե հավաքադեղին ամբողջ շարժվեց նրանց աղոթելուց հետո շարժվեց այնտեղը աս աղոթքը կպատասխանի դերը որտեղ հավաքված էին եւ բոլորը լեցվեցին Սուրբ Հոգով դեսնես Սուրբ Հոգով լեցվելը պիկնիկի համար չէ կորձ մնելու համար է իրենք կորձ տրին Աստծո արջև ասի մենք ասի գուզեն գնել մեզի դուր պետք է որոնենք Սուրբ Հոգով լեցուց իրենց Սուրբ Հոգով լեցվեցին ու Աստծո խոսքն էին քարոզում համարցակությամբ Կացին ամեն դեղ համարցակությամբ Աստծո խոսքը քարոզեցին Մենք համար եւս կարդամ եւ այդպես կեցնեմ 19 եւ 20 համարները եւ որ Ադյանին արչեւ գեցած էին եւ իրենց ասպառնալիքերին Պետրոս եւ Հովհաննես Սուրբ Հոգով լեցված իրենց պատասխանեցին միթե Աստծո առաջ արդար է ավելի շատ ցեզ լսել քան Աստծուն դուք տադեք մենք չենք կարող չասել ասե շատ կարեւոր է մենք չենք կարող չասել այն ինչ տեսել ենք ու լսել ենք so անկան տեսերը եւ անկան լսերը որ չի գրնար գոր բահել այլևս Երեմիան գսե քու խոսքդ իմ ոսկորներուց մեջ գրագ եղան եւ որ ես որոշեցի չխոսիլ
մեջս գրակ եղավսավ եւ չգրծա բահել մեջս եւ թուն Աստծո այդ նստելով դեսնես եւ լսես հոգիով լեցվես մեջդ գրակն ու վարի ով չի գրնաս բահել ադիգա չի կարող լաս բահել ադիգա դու համար այդպես խոսեցավ Պետրոս սա չենք կարող չասել ինչ որ դեսնենք եւ լսենք ամ լսեցին ամեն եկ հիմա